Չամփարային խումբը 2025 թվականին տարբեր փառատոների ու միջոցառումների է մասնակցել։ Բարբերաբար կազմակերպվող միջոցառումը միտված է ավանդական պարերի ուսուցմանը եւ հասանելի է բոլորին 15 տարի շարունակ։ Խումբը միշտ եղել է առաջնային հորիզոնականներում Մարուսույց Նասլետ Կեյանի ուսուցմամբ, որտեղ հիմնականում հաճախում են դպրոցահասակ մոտ 40-ից ավելի երեխաներ։ Ուզում եմ մեր այս տարվա 25 թվականի տարվա վերջին ներկայացնենք մեր ամբողջ գործունեությունը, թե ինչպես մենք կարողացանք տարին սկսել եւ տարին մոտեցնում ենք իր ավարտին։ Ուրեմն սկսենք հունվարից մինչեւ մարտ ամիսը պատրաստվանք մի հատ շատ գեղեցիկ միջոցառման մեծ փառատոնին, որ անցկացվեց Վաչյանում մարտ ամսին, ինչպես դուք տեղյակ եք, սիրելի ժողովուրդ, սիրելի մեզ ունկնդիրներ, մեր սիրելի TV-ին եւ շատ լրատվականներ լուսաբանել են այդ ամեն ինչը եւ դրանից հետո մեզ բախտ վիճակվեց, որ մենք այս տարի նաեւ հնարավորություն ունենայինք մասնակցելու Կոբուլետուում եւ Բաթումիում անցկացվող մեծ միջազգային փառատոնների, որտեղ այս երեխեքը, այս մեր փոքրիկ երեխեքը եւ մեծ պարախումբը մասնակցեցին 7 օրով այնտեղ, բացությունով, իր ամբողջ ծրագիրով 3 անգամյա բեմի վրա փառատոնին մասնակցելը եւ ստանալ մրցանակներ։ Այսօր ավելի շատ ուզում եմ խոսեմ մեր գործունեության մասին, քան թե ասենք այսինչ տեղը գնացինք եւ ստացանք ինչ մեդալներ, մրցանակներ։ Հիմնական շեշտը ուզում եմ կենտրոնացնեմ, որ այս 15 տարվա գործունեությանը մեջ մենք այս տարի ունեցել ենք նաեւ մեծ ձեռքբերում, ինչպես ամենամյա Ջավախի գարուն փառատոնին ենք մասնակցել այս խմբով եւ ունեցել ենք նորից գյուղում մեծ համերգներ, միջոցառումներ, նաեւ ճամբարներ, իսկ այս ամենամեծ մեր ձեռքբերումը եղավ այն, որ մեր խմբին բախտ վիճակվեց, որ ունենան նոր տարազներ, մոտ 40 երեխա ունեցան նոր տարազներ եւ այդ նոր տարազների ֆոնին մենք կարողացանք շատ պատշաճ ձևով Երևանում կազմակերպված համալիրի մեծ դահլիճում այդ գեղեցիկ փառատոնը, որը անցկացվեց նոյեմբերի 29-ին, մենք 40 հոգով կարողացանք մասնակցել։ Ավանդական պարերի փառատոններին ունեցել է առանձնահատուկ ներդրում բարի ասպարեզում, բազում գովասանքի արժանացել տարբեր վայրերում մասնակցության համար, վերադառնալով գավաթներով, մեդալներով, պատվոգրերով եւ նվերներով։ Իսկ վերջերս խումբը հրավիրված էր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում մասնակցելու մեծ փառատոնի Harmonia Connect-ի կազմակերպմամբ։ Դասաների համար շատ հետաքրքիր ու բավականին մեծ տպավորություն էր թողել այսպիսի մասնակցությունը։ Նասլետ Կեյան, Մարուսույց Մետաքսիա Կեյան։ Harmonia Connect-ի կողմից կազմակերպված այդ գեղեցիկ փառատոնին, որտեղ արժանացանք մրցանակների եւ այնտեղ կար շատ հետաքրքիր ձևի էր կազմակերպված կարմիր գորգի վրա քայլել, երեխեքը քայլեցին առաջի անգամ այդ կարմիր գորգը, մեծ նկարահանում էր, շատ հետաքրքիր էր։ Լինել առաջին այդ բեմին վրա տարածաշրջանից ինձ համար մեծ պատիվ էր, որ հետագայում մյուսներն էլ կարողանան մասնակցել, ինչու՞ չէ, նաև բոլորը գնան եւ այդ մեծ բեմերին։ Սա մեզ համար ամենամեծ ձեռքբերումն էր։ Եվ ձեռքբերում էր մեզ համար այն, որ ամենք մեր փառատոնը, Վաչյանի փառատոնը կարողանանք դարձնել ամենամյա, որ դրսից ասելով մյուս երկրներից, մյուս շրջաններից, մայրաքաղաքներից կան գյուղ, նպատակը հենց այդպիսին էր։ Կան գյուղ, որպեսզի գյուղը ներսից տեսնեն, որ գյուղում էլ կա մշակույթ, ժողովուրդ կա, ապրում են, երգում, պարում են։ Ես միշտ իմ խոսքի մեջ ասել եմ, քաղաքներ միշտ գնում ենք, մեծ բեմերի գնում ենք, բայց այդ քաղաքի ժողովուրդը մեծ բեմերից շատ քիչ են գալիս գյուղական համայնք։ Եվ մեր խումբը նախաձեռնեց այդ ամեն ինչը եւ արդեն կայացած փառատոն ունենք։ Սա է մեր տարվա կտրված միջոցառումները եւ այսօր նորից ենք հավաքվել, որ երեխաները պատրաստվեն ամանորյա միջոցառման, որը տեղի է ունենալու ամսվա վերջ, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այս տարի առաջ անգամ որպես պարուսից պատասխանատու եմ ներկայացել համերգին։ Լավ զգում եմ երեխաների հոգեվիճակը, նրանք այնքան ոգևորված էին մասնակցելու այսպիսի համերգի, մասնակցեցինք համալիրում տեղի ունեցած Harmony Contest մրցույթին,
որտեղ երեխաներին սպասվում էր մեծ համերգ, կարմիր գորգի վրայով քայլեր եւ ճաշկերույթ։ Նրանց ոգևորությունը անչափ մեծ էր, որ այդ փոքր տարիքից 7 տարեկանից մեծ արդեն հենց այս կարգի մասշտաբի համերգների էին մասնակցում։ Երեխաները շատ ոգևորված են վերադարձել մեդալներով, հաղթանակներով, քայլել են, շրջել են մի ամբողջ օր, շրջագայել են ամբողջ Երևանով, հաճախել են Ծիծեռնակաբերդ, ծանոթացել են Ծիծեռնակաբերդի հենց պատմությանը, Երևանի սրտում են եղել ու երեխայի համար սա ոգևորություն է, ուղղակի իր դեռ նոր սկսված կարիերայի։ Շատ լավ է Երևան, մենք քայլեցինք Կարմիր գորգի վրայից, շատ լավ բարեցինք, էլի եմ ուզում մասնակցել նման միջոցառման։ Իհարկե փորձերն ու աշխատանքները շարունակվում է նոր տարվա տոնին ընթരാճ մասնակցելու այդ սուրբ տոնին։ Երեխաներին ամենամեծ ուրախությունը, որ ստանում են այդ փոքրիկ, ճիշտ է թղթիկադոր է շատերի համար, բայց որ երեխան ստանում է պատվոգիր եւ դիպլոմ 1, 2, 3 տարբեր տեղերից եւ անցնում է ժամանակ, տարիների ընթացքում ինքը կհասկանա այդ արժեքը։ Եվ այսօր մենք բաժանեցինք երեխեքին այն իրենց արդար վաստակը, որը ստացել են մայրաքաղաքներից, ծովափնյա քաղաքներից եւ մեր շրջանից, եւ ուզում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնեմ այս ամենին, որ մենք կարողացել ենք մասնակցել, կամ մարդիկ, որ մեզ աջակցում են միշտ, նրանք ծանողներն են մեր համայնքն է, մեր շրջանի ամբողջ կազմն է, եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց եւ այն TV-ներին, ովքեր որ լուսաբանում են մեզ, եւ իմ հատուկ շնորհակալությունը ԱՏԱՍ2-ին, որ միշտ մեզ հետ է եւ լուսաբանում է։ Ես շնորհակալություն եմ հայտնում հարգելի Նասին, որովհետեւ ինքը մեզ տարավ Երևան եւ իր շնորհիվ մենք բարեցինք մեծ համալիրում։ Ամեն ինչ տպավորիչ էր, մենք քայլեցինք Կարմիր գորգի վրայով եւ գոհ ենք։ Ես առաջին շնորհակալություն եմ հայտնում հարգելի Նասին, որ մեզ այդքան աջակցություններ տվեց։